Ողջույն ձեզ, այսօրվա իմ թեման է ինչ հանգամանքներում Իրանը դեր կկանգնի Սյունիքին։ Հայաստանում փորձագետներ իմիջիալոց շատ մարդիկ մտածում են, որ այդ տեսեք Իրանը ինչ լավ պետություն է, պատրաստ է հայերին պաշտպանել Ադրբեջանից, դեր է կայնելու Սյունիքին, չի թողալու, որ Սյունիքում ինչ որ ադրբեջանցիները դուրս ու ներս անեն, բայց ես 10 օրվա մեջ մեծ աշխատանք կատարեցի կարդալով ադրբեջանական ուրեմն զանգվածային լրատվական միջոցներ, կարդալով նրանց պաշտոնական անձերի հրապարակումներ եւ ուշադրությունը դարձրեցի մի հրապարակման վրա, որը ուրեմն տպագրել էր Ադրբեջանի Իրանի Կովկասի հարցերով գլխավոր փորձագետ, մասնագետ Ոմն Մոհաբեդյան, թե ինչ էր նա ասում, նա հայտարարեց, որ եթե Հայաստանի իշխանությունը եւ հայազգը թույլ տա Իրանին վերահաստատել Սյունիքի վրա իր ռազմական, քաղաքական, ֆինանսական, տնտեսական եւ դեմոգրաֆիկ վերահսկողություն, այն ժամանակ Իրանը դեր կկանգնի Սյունիքին։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ Իրանում լավ հիշում են, որ 1639 մինչև 1828 թվական 200 տարի, այսինքն 730,000 օր ու գիշեր հարևելյան Հայաստանը, Լոռախառը, Սյունիքախառը, Երևանախառը գտնվում էր Իրանի Պարսկաստանի ռազմաքաղաքական վերահսկողության տակ։ Հայերը մոռացել են, բայց Իրանում դա շատ լավ հիշում են եւ նրանք չեն բաց թողելու ոչ մի շանս, որպեսզի գրավեն առաջիկայում Սյունիքը, զավթեն Սյունիքը։ Հիմա ես ձեզ ասեմ, դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Սյունիքում, եթե Հայաստանը պետք է թողնի իրանցիներին, Սյունիքում հաստատ վերաբնակեցնել իրանցիներով, Սյունիքը վերաբնակեցնել իրանցիներով, այնտեղ ուրեմն տեղավորել ռազմական զորքեր, իշխանություն, քաղաքական իշխանություն, այսինքն ինչ-որ մարզպետ նշանակել իրանցի քաղաքացիություն ունեցող, այն ժամանակ Իրանը կպաշտպանի Սյունիքի, այսինքն իրանաբնակ Սյունիքին ցանկացած մարտահրավերներից։ Հիմա ես ձեզ ասեմ, որ այդ իրանցիները, ովքեր որ վերաբնակվելու են Սյունիքում, նրանք ազգությամբ ովքեր են, ես ձեզ կհիասապացնեմ, նրանք իրանցիներ չեն, նրանք ազգությամբ ադրբեջանցիներ են եւ նրանք ապրում են ուրեմն Հայաստանի Իրանի սահմանից այն կողմ հարավային Ադրբեջան նահանգում, որտեղ ապրում են 20-ից մինչև 30 միլիոն ադրբեջանցիներ, այսինքն Իրանում ապրում են 30 միլիոն ադրբեջանցիներ, ովքեր որ Իրանի լիարժեք քաղաքացիներ են, հարկատուներ են լիարժեք եւ նրանք կազմում են Իրանի 33% 90 միլիոնանոց Իրանի բնակչությունից։ 33% ադրբեջանցիներ են Իրանում։ Եվ այս ադրբեջանցիները, ովքեր որ ապրում են Իրանի հյուսիսում, այսինքն նրանք կպած են Թուրքիային, կպած են Արաքսից այն կողմ, հարավային հարավում Իրանի, Հայաստանից հարավում է սահմանից այն կողմ, հարավի կողմ, հետո տարածվում են Ադրբեջանը եւ Իրանի սահմանով Կասպիկ ծովի ափերը, նրանք բոլորը զբաղեցնում են այս մեծ տարածքը Իրանի հյուսիսում։ Այո, ադրբեջանցիները բնակվում են Իրանում, 30 միլիոն ադրբեջանցիներ եւ նրանք զբաղեցնում են Իրանի ամբողջ հյուսիսը։ Եվ Հայաստանը անգամ հարավից էլ է շրջապատված ադրբեջանցիներով։ Եվ այս ադրբեջանցիներն են Իրանը ասում, որ մենք կբերենք Սյունիք։ Այս հարավային Ադրբեջանի բնակիչներին, այսինքն հարավային Ադրբեջանի բնակիչներին,
ադրբեջանցիներն նրանք կբերեն Սյունիքում կհաստատեն իրաց բնակությունը հաստատելու համար եւ այս հանգամանքներում Իրանը տեր կկանգնի Սյունիքին էլ դրանից էլ պարզ էլ ոնց խոսան իրանցիները որ հայերը հասկանան որ իրանցիները Սյունիքի վրա շահ ունեն աչք ունեն եւ նրանք առիթ չեն բաց թողնելու Սյունիք ցկը գրավելու եւ հայերին հեռացնելու Սյունիքի մարզից ցանկացած միջոցներով եթե հասնի հերթը դրան եւ նրանք Ադրբեջանի Թուրքիայի հետ այդ հարավային Ադրբեջանի քաղաքացիները իրանաբնակ քաղաքացիները նրանք կզավթեն Սյունիքը եւ ադրբեջանցիները կտարածվեն եւ Ադրբեջանում եւ Սյունիքում եւ Թուրքիայում Հիմա ես մի բան էլ ասեմ որ նախ Իրանի Նախագահը Փեզեշքյանը նա նույնպես ադրբեջանցի է իր ազգությամբ եւ հայերը այդ փաստերը անտեսում են սենց մեստեղով ականջ եստեղով մտնում անդեղով դուրս է գալիս ուղեղի մեջ չի մտնում քանի որ թռուցիկը ականջովը մտնում այն ականջովը դուրս է գալիս ուղեղի մեջ դա չի տեղավորում չի մտնում ունա չեն հասկանում այս փաստերը Հայաստանում որ Իրանի ադրբեջանցիները Ադրբեջանի դեմ հայերի համար չեն կռվելու Իրանի ադրբեջանցիները ադրբեջանցիներին հայերի համար չեն սպանելու ոչ մի դեպքում Հիմա ես մի բան էլ ասեմ որ ուրեմն ապրիլի 16-ին 25 թվականին Իրանի արտաքին գործերի փոխնախարարը ասաց, որ Իրանը միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Էլ դրանից դեն ոնց արտահայտվեն իրանցիները, որ հայերը հասկանան, որ Իրանը Սյունիքի վրա մինչև ռազմաքաղաքական եւ դեմոգրաֆիկ հսկողություն, ֆինանսական հսկողություն չհաստատի, այսինքն մինչև Սյունիքը չգրավի, չզավթի, նա Սյունիքին տեր չի լինելու։ Հայաթափած Սյունիքին տեր չի լինելու Իրանը, մինչև որ Սյունիքում չբնակվեն Իրանի քաղաքացիներ, բայց ծագումով ադրբեջանցիներ, այդ հարավային, պաշտոնական հարավային Ադրբեջան նահանգից, Արդեբիլ շրջանից, Մեզջան շրջանից, Թաբրիզ շրջանի այս ադրբեջանցիները մինչև չմտնեն Սյունիք, Իրանը Սյունիքին տեր չի լինելու ոչ մի դեպքում։ Ու մի բան էլ ասեմ, ես որ տարիներով Հայաստան Իրանից տուրիստներ են գալիս, չէ, գնում են Սևանի ափին նստում, հանգստանում, տանիքներով գալիս, հաց են ուտում, հասկանում եք, պետք է հասկանանք, որ այդ իրանցիները նրանք բուն իրանցիներ չեն, նրանք ադրբեջանցիներ են, հենց այդ հարավային Ադրբեջանի նահանգից, Թաբրիզ շրջանից, Արդեբիլ շրջանից, Մեզջան շրջանից, այնտեղ 6 հատ շրջան կա, այդ Իրանի հյուսիսում, որտեղ որ բնակվում է հարավային Ադրբեջանը, 30 միլիոն ադրբեջանցիներով, Նրանք են գալիս Հայաստան որպես տուրիստ տարիներով, հայերը դա մասին խաբար չեն։ Այսպիսի բան է, շնորհակալություն։